Տեսեք, սկսեմ առաջի հարցի պատասխանից, ոչ կերկենք, ոչ էլ կհաստատենք շատ պարզ պատճառով, որովհետև արդեն ասացինք, քանի բանակցությունները չեն ավարտված եւ բոլոր հարցերը լուծում չեն ստացվել եւ պայմանավորվածությունները ձեռք բերված չեն, չի կարելի խոսալ հատվածական որևէ բանի մասին։ Չի կարելի խոսալ, որովհետև դա բանակցային էթիկայի խախտում է։ Բանակցությունները ընթանում են նաեւ ավելի լայն շրջանակով, քան դուք նշեցիք, իդեպ ավելի լայն շրջանակով են ընթանում, բայց նրանց արդյունքների մասին կհայտարարենք այն ժամանակ, երբ որ այդ արդյունքները հաստատված կլինեն եւ կլինեն թղթի վրա, որպեսզի հետ քայլ չլինի, որպեսզի մենք ձեզ չհաստատեցնենք եւ այլն։ Երկրորդը, ինչ վերաբերվում է նախկին իշխանություններին, մեր տվյալներով երրորդ նախագահը արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Առաջին նախագահի ուժը մասնակցում է ընտրություններին, բայց մեր, այսպես ասած, նախնական դիտարկումներով առանձնապես, այսպես ասած, մեծ ոնց որ բան չի ստացել, այդպես թափ չի ստացել առայժմ իրանց ընտրաշավը։ Երկրորդ նախագահի կողմից դեռևս հստակ չի, թե ով է գլխավոր լուծուցակը, երկրորդ նախագահը ինչ դերակատարում է ստանձնել եւ այլն։ Ուստի եկեք սպասենք, ամեն մեկը թող իր քաղաքական հայտը հստակեցնի, այդ դեպքում կվերադառնանք ձեր հարցին, բայց ես արդեն ասացի, նախ ընտրական դաշինք մենք իրանց հետ բացառում ենք, նախ ընտրական, իսկ հետ ընտրական, արդեն նրանից հետո երբ մենք կհայտնվենք ազգային ժողովում, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն, պետք է լինելու ամենայն հավանականությամբ տարբեր ուժերի միջև համագործակցություն, ինչպես դա տեղի ունեցավ Գյումրիում։ Բայց ես ձեզ նաև հիշեցնեմ, որ Գյումրիում համագործակցության բավական սպეციფիկ ֆորմատ ընտրվեց։ Որոշ խմբակցություններ իրենց ձայները տվեցին նոր քաղաքապետ ընտրելու, բայց պատասխանատվություն չստանձնեցին նրա գործունեության համար։ Հիշում եք։ Ուստի ես ուզում եմ ձեզ ասեմ նաև, որ հետընտրական զարգացումների տարբեր տարբերակներ կան։ Իշխանափոխությունը պարտադիր պետք է տեղի ունենա, բայց ինչպիսին կլինի նոր իշխանությունը, առաջին հերթին ուզում եմ նույնիսկ հիշեցնեմ, կախված կլինի մեր ժողովրդից, թե մեր ժողովուրդը ում ինչպիսի մանդատ կտա։ Մեզ տվեք այնպիսի մանդատ, որպեսզի մենք կարողանանք իշխանություն ձևավորենք, այդ դեպքում այդ համագործակցությունը ուրիշ տարբերակ կլինի։ Կտա երրորդ ուժին ուրիշ տարբերակ կլինի։ Դրան եկեք համբերությամբ սպասենք։